իրավապահ համակարգ ամբողջությամբ կենտրոնացված է Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց բերման ենթարկելով, գետնին տապալելով, խուզարկություններ իրականացնելով, ձերբակալելով, կալանքի տանելով, Հայաստանում վխտում է ուղղակի հանցագործությունը, ամեն անկյունում սպանություն, դիակ են գտնում, մարդ են գրավում, մարդ են հայոյում, վերջին հանդեպքի միջանոց, երեք Քոնջորյանի եղբայրը տեսել ենք այդ տեսանյութը, որտեղ սեռական հայոյանքներ են չեցնում, ինչ հետևանքով էլ նաև ծեծի է ենթարկվել, խնդրեմ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատություն է։ Յուրայիններին ամեն ինչ կարելի է, այլախոհներին պետք է մի բան ինչ որ գտնվի։ Այսինքն, եթե այդ մարդը այլախոհ է, Նիկոլ Փաշինյանի հայացքները չի կիսում, ընդդիմադիր է, գնացեք մի բան գտեք, արա, գնացեք մի բան գտեք։ Դե հիմի անպատժելությունը, օրենքի ընտրովի արդարադատությունը բերում է նրան, որ արդեն իրար մեջ են, չէ՞ սկսում իրար ծեծել, սպանել, չգիտեմ ինչ անել, ու ինչի համար են այդ ամեն ինչը անում։ Ու հայացքների համար չի, գաղափարների համար չի։ Փողի։ Սիրելի հայրենակիցներ, այդ տրանսպորտով երթևեկող են, որ ասում են, հասարակական հանրային տրանսպորտով ենք ման գալիս, մենք բանը, հա, որ բան անեն, ասում, որ հանկարծ իրանց կոռուպցիայի բանի մեջ հանկարծ մեկը բանանի, ձեռները կկտրեն, տենց բան չեն անի, ինչ կոռուպցիա, ինչ կաշառակ։ Հիմի տեսնում եք, ամեն մեկը դառնում է բդեշխ, ինչ տներ, ունեցվածքներ, կալվածքներ, հիմա էլ այն կարգի է հասել, որ իրար մեջ է այդ ամեն ինչ, էլի, հասկանում եք, ԿՊԱ-կանի դեմ, ու փողը չեն կարեցեք կիսեն, այդ շինարարության հարցա, տենդերների հարցա եւ այլն մեկի մյուսի, մեկ էլ տեսնում ես մի ԿՊԱ-կանն է մտնում լայվ, ասում է, ճիշտ է, ես էլ եմ ասում, կոռուպցիաներ կաշառակել, ես էլ եմ այդ գործերի մեջ եղել, ասում է, բայց ասում է, ես իմը ասում է, դատվել եմ, բան եմ արել, իմը ստացել եմ, բայց այնտեղ էլի մարդիկ կան, ասում է, բան կա, ասում է, այնտեղ մարդիկ կան, ասում է, որ կոռուպցիաներ են, մենք ասում է, բան ասեցինք, ասում է, Նիկոլին ասեցինք, որ կոռուպցիաները ինքը իրան հետ է պահել, մի քիչ ասել է հետին, այսինքն բան է, էլի, այդտեղ մեկը նստած է, այն մեկը կոռուպցիա, դու մի քիչ բան արա, չէ, մի քիչ մի երևա բան մի արա, տղա ջան, շատ մի երևա բան մի արա, կխոսանք, էլի, այսինքն ես չեմ հասկանում, էլի, ասենք, ժողովուրդ, այս ամեն ինչը դուք չեք տեսնում։ Թաց ու չորը ի վերջո իրարից չենք կարալու, մենք տարբերակենք։ Միջև մեկի տունը չհասնի, ու այդ կրակոցներն բաներ, չէ՞։ Նայում ես այնքան հաբրգել են, այնքան լկտիացել են, օրը ցերեկով կգան մի պաձեզնում, մի հայաթում կկանգնեն, կհանեն զենքը զինամթերքը կհանեն, կգռստեն, կապ չունի անմեղ մարդ, մեկը հելի, մեկը գա երեխա, կին, ծնող, ապահով Հայաստան։ Որովհետև ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմադիրներին գաղտնալսելու, ով հետ սուրճ խմեց, ով հետ գնաց հանգստանալու, ով հետ դուրս եկավ ման գալու եւ այլ, ամբողջ իրավապահ համակարգը այդ գործին է։ Օպերատիվ աշխատանք չի տարվում, այսինքն որտեղ է այդ օպերատիվ աշխատանքը։ Եթե գողությունները տեսնում եք ինչ տեմպեր է, թալանը ինչ է, ռազմոյը ինչ է, մարդիկ գիտեք ինչ կա, հիմա որ սես բան են, չի ասում, այնքան ինձ շատ են էլ մեր հայրենը, ասում է, որ մի հատ դեպք էլ է տեղի ունենում, օրինակ գողության դեպք է տեղի ունենում, չեն հայտնում, ինձնից էլ են, չէ, իմ դեպքով եմ ասում, իմ օրինակով եմ ասում, իմ օրինակով, քանի անգամ իմ գույքը վնասեցին, թալանտ գողացան, չգիտեմ, ջարդեցին, փշրեցին, այրեցին իմ մեքենան, միջև հիմա ոչ մի բան չկա։ Այսինքն, եթե ես հասարակական հանրային գործիչ եմ, իմ հետ կապված այդ գործը առաջ չի գնում, մարդը տենում է, որ հաղորդում տա հանցագործության մասին, ի՞նչն է դրանից փոխվելու։ Ավելորդ ինքն է քաշքշուկի մեջ ընկնում, գնա ոստիկանություն, մի հատ բացատրություն գրի, ես արա, ասում է լավ է, հավես չկա։ Բայց մեկ տեսնում եք, չէ՞։ Եվ դա ավելի վտանգավոր է լինում, երբ որ հարցին ինքն է որոշում լուծում տա։ Իհարկե։ Դե իհարկե, բայց ամբողջ մեղնել է տա, որ երկիչ առաջ ինչ ասեցի, որ պետք է իրար հակակշռող մարմիններ լինեն, չէ,
դատախազություն, քննչական, կոռուպցիայի կանխարգելման վերջ վարչություն կա այնտեղ, ԱԱԾ կա, այս բոլորը պետք է հակակշռեն եւ անկախ մարմիններ են, չէ՞, մտում։ Պետք է այդ անկախ մարմինները աշխատեն, չէ՞։ Կապ չունի ով այդ հանցագործություն անողը։ Նույն ձևի պետք է ընդդիմադիր կլինի, թե իշխանական կլինի, պետք է պատժի արժանանա օրենքի ամբողջ խստությամբ։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև կրկնում եմ, այս ընթացքում դուք տեսել եք մի հատ ԿՊԱ-կանի ունեցվածքը բռնագրավի կամ բռնագանձ է։ Բայց գիտեք, ասում են ուշադիր եղեք, իր սրտի օլիգարխների հետևից էլ է գնալու, կլինի դա Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքեսյան, Նարեկ Նալբանդյան, ասես սպասեք դրա, այստեղ ինքը հայտնվել է վաղտորոշ։ Չեմ կարող ասել, բայց այն որ Հայաստանի Հանրապետությունում այս խայտարակ իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Ուղղակի չի կարող։ Եվ սրա զուգահեռ նաև Եվ ամենակարևորը սրա գնահատականը պետք է տա մեր ժողովուրդը։ մենք դրանով անպայման կամփոփենք, պարոն Դանիելյան։ Բանակում է հերթական մահը։ Խաղաղությունից են խոսում։ Ես նրանք բայղուշ են, չէ՞, ինչքան ասին զոհ չկա, մարդ չի բանել, եկավ արդեն մի քանի օր մեկ այդ 30-ն էլ հաստատվածն է, այդ էլ որ եւ լրատվականները չլինեն, այս աղմուկը չբարձրացնեն, իրանք դե ծածկաթմփոց անելու բան են, չէ, մեծ վարպետ են։ Հիմա այդ որ ասում եք բանակում, իհարկե սա ցուցիչ է նրա, որ ես բանակին շատ զգուշ եմ վերաբերվում եւ այդ առումով շատ հարցեր կա, որ պետք է շատ զգայուն հարցեր կա, որ բանան, բայց համենայն դեպս այդ ոլորտը կազմակերպող մարդիկ, օրինակ, չէ, ասենք, կա պաշտպանության նախարար, որ սա որ քարոզարշավների մեջ է։ Քուչա են անում, չգիտեմ, գյուղ առ գյուղ, սրտիկ մրտիկ են ցույց տալիս, եսի ինչեր են անում։ Ու ամենակարևորը գիտեք որն է, որ այս ընթացքում այդ մեղավորները չեն պատժվել։ Որևէ մի մարդ, որը որ մեղավոր է, բասաշճան զինվորական եւ այլ, ես չեմ տեսել։ Դրանից հետևություններ չեն արել։ Բանակում տիրող այդ բարքերի հետ կապված շատ լրջագույն խնդիրներ կա։ Եվ այսօր բանա, չէ, մեր զորակոչնա թող բարի ծառայություն լինի գնացողներին, բանակ գնացողներին, բարի ծառայություն, բարի վերադարձ, բայց ծնողը պետք է վստահ լինի, որ իր երեխան գնում է Հայաստանի բանակ, հայկական բանակ, եւ անփորձանք հետ է վերադառնալու։ Եվ դրա պատասխանատուն բարձրագույն զինվորական կոչում ունեցող մարդիկ են, որոնք որ պարտավոր են կազմակերպել այդ մարդկանց անվտանգ, սա ոչ մարտական պայմաններ է, չէ, պատերազմ չկա այս պահին, բայց խաղաղ պայմաններում այդպիսի քանակությունը թեկուզ մեկ զինվորի էլ, սա ուղղակի խայտարակ վիճակ։ Եվ ամսի 2-ին ձեռնարկվում Վրաստանի ժողովը, այդուհանդերձ հայ ժողովրդի 50%-ից ավելին դեմ քվեարկեց Արցախի հանձնմանը, հայրենիքի կորստի, այս ամենի հետ կապված պարոն Դանիելյան, այ ժողովուրդը, ինչպես ասացիք, պետք է գնահատականը տա, խնդրեմ։ Նախ շատ լուրջ հարցականի տակ անգամ են քվեները իրենք ինչ որ ցույց են տվել։ Այդքան վարչական ռեսուրս, այդքան տերոր, այդքան տերոր, այդքան վարչական ռեսուրս, ամբողջ իրենց մեթոդներով գործիքակազմով, դուք ճիշտ նշեցիք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը իր ոչն է ասել եւ դրա համար էլ ինքը ջղաձգումների մեջ է, գիշերը դեռ արդյունքները չամփոփած իրեն հայտարարեց, դեր հաշվարկը գնում էր, իրեն հայտարարեց, որ ինքը վարչապետ է, այդ պախարոնի դեմքը վերցրած։ Հիմա բանը արդյոք այս ամեն ինչը, ինչ որ կատարում է Հայաստանի Հանրապետությունում պետք է գնահատականի արժանանա, իհարկե պետք է գնահատականի արժանանա, եթե մի ուժի, որը որ առնվազն 4%, առնվազն եմ ասում 4%, Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է խոսքը, 4% գողացվել է,
ուրեմն դա չի կարող լեգիտիմ լինել։ Չի կարա դա լինի լեգիտիմ։ Ախր այնքան պարզ ա եղել այդ ամեն ինչը, այնքան ակնհայտ ա եղել այդ ամեն ինչը, որ երկրորդ կարծիք անգամ այդ քպականներն են բանանում, ես կարող փաստերը այնքան պարզ ա, այնքան բաց ա այդ ամեն ինչը, որ չեն էլ կարա ուրիշ բան ասեն։ Գողացվել է այդ ամեն ինչը։ Բա ուրա այդ ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու։ Այսինքն այդքան տերորից, այդքան բռնաճնշումներից, այդքան այդ ամեն ինչից հետո էլի չի կարեցել ասել են այդ ուժին մի թողեք գա խորհրդարան։ Սրա լեգիտիմը ո՞րն է։ Բա մարդ ասում է ձեռս կկտրեն, որ մի հատ խնդրախախտում անեմ։ Բանա չգիտեմ, էջը փակված է, ես չգիտեմ ինչ է, պատի տակ թող կանգնեցնեն, ես իմ ինչեր անեմ։ Դե ինչ ասես խոսում ես, չէ՞։ Բա ուրա միջազգային հարություն կոչված մարդիկ կան, կազմակերպություններ կան, չգիտեմ, իրավապաշտպան կոչվածներ կան, ինչեր կան, մարդիկ կան, երկրներ, պետություններ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԵՄ, դեսպան եւ այլն։ Այդ ես չգիտեմ, ես կարող ես չեմ լսել, կարող հայտարարություն են արի, ես ուշադիր չեմ եղել։ Հա, նորմալ է, էլի ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժին չեն թողնում մտնի խորհրդարան, օրը ցերեկով։ Այսինքն դա նորմալ է, էլի։ Ոնց կարա դա նորմալ լինի։ Ոնց որ քիչ առաջ ես ասեցի, որ այդ ունեզրկման այս գործընթացը, որ կա, որ մարդկանցից խլում են, վաղը մյուսօր դա խնդիր է դառնալու, կապ չունի, կանցնի մի օր, մի շաբաթ, մի ամիս, երկու, նույնն էլ էս ամեն ինչը։ Այլևս այս իշխանությունները, եթե 21 թվին ինչ-որ մի կերպ կարելի էր ասել, որ ընտրությունները փոքրի շատ է անցել են ազատ արդար թափանցիկ ընտրությունների որոշակի ծիրի մեջ, հիմա մենք կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ արդար ընտրություններ չի եղել, ոչ ազատ ա եղել, ոչ արդար ա եղել, ոչ էլ թափանցիկ ա եղել։ Եվ դրանից հետո սկսվել է ռեպրեսիոն համակարգի գործադրումը ընդդիմադիր այլախոհ մարդկանց նկատմամբ։ Մեկը նորից մեկ անգամ եւս կրկնեմ եւ ավարտեմ խոսքս։ Մեկը հայ ժողովուրդը սրա գնահատականը տալու է, ամեն մարդ իր արածների համար պատասխան տալու է Աստծո առաջ, մեր ժողովրդի առաջ եւ արդարությունը ի վերջո հաղթելու է, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին մեկ անգամ եւս։ Անգամ մատ ներողություն, նա սրբազան պայքարի հետ կապված տեսա, ինչ հայտարարություն եկավ, որ չկա հավաքչական որևէ բան։ Այդ ցավը տանեմ, միջև սրբազան պայքարն էլ եւ սրբազան պայքարը, ընդ ասեցին աշնանային տերևաթափա, գառնանային եսի ինչա, չէ՞, բթոն բանը, ահաբեկչական խմբեր, չէ՞։ Քանի հատ ահաբեկչական, ասում են իբր թե բանա, պետք է բանա, ահաբեկչություն, ասիկ սրանք այնքան ամոթ չունեն, ահաբեկչություն բառն էլ դերևի չեն հասկանում կամ հասկանալով հանդերձին, անգամ դեպքեր կա, չէ՞, մեր նորանկախ հանրապետության մեջ, չէ՞, նույն ՊՊՑ գնդի հետ կապված, այդ որակավորումը չեն տվել ահաբեկչություն։ Սրանք ամեն բառը անպատե պահի, այդ ամեն ինչ այդ բառն էլ են տարբեր բառեր կա, չէ՞ որ այդ բաներն են տվել արժեզրկել։ Հիմա այս ահաբեկչությունը նույն գիտեք Ալբերտ Բազեյանի հետ կապված էլ կար, չէ՞, այնտեղ հա Սերոբ Գասպարյանի հետ կապված բանի, ասենք Սրբազանի, տարբեր մարդկանց կլիշեն պիտակավոր են բանալին, մեկ էլ վերջում մի հատ էլ հայտարարություն էին, չէ՞, իրանք ազգային ժողովում հայտարարություն էին ընդունել, որ թող բոլոր կուսակցությունները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները միանան այդ հայտարարությանը։ Այսինքն պարզ երևում է ժողովուրդ ջան, որ սա այս իդեպ այս սարքած գործերի առումով, որ տարբեր մարդկանց քաղաքական գործիչների գլխին սարքում են։ Մի հատ քրեական հոդված էլ դրա համար ավելանալու, որ այս մարդկանց գլխին սարքել են։ Շնորհակալություն, Վարդան։ Ես եմ շնորհակալ։